Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ներքին գործերի նախարարության նույն վարչության և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից 2-ը ոստիկանության ծառայողներ են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը պաշտպանության նախարարության են Զորամասի հրամանատարի և նույն Զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 միլիոն դրամի հարկման ենթակա առանց դրոշմավորման տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2,619,580 գլանակ ծխախոտ։ Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար Զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին ու պաշտպանության նախարարության 5 զինծառայողների։ Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, պաշտպանության նախարարության մյուս պաշտոնյայի նկատմամբ տնային կալանքը։ Իզմիրլյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի մոլերից մեկի ավտոկանանատեղիից իրենց մոտ բուժօգնությանը տեղափոխվել հանրային գործիչ Միհրան Հակոբյանը նախաձեռնվել է քրեական վարույթ, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով։ Դեկտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որ այնուհետև վերածվել է ծեծկրտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա Չիչոյանը վիճաբանել է դեռևս չպարզված մի քանի անձանց հետ, եւ այդ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Չիչոյանը ոտքի հատվածում արմնական վնասվածք է ստացել։ Դեկտեմբերի 5-ին տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Միքայելյան բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Վաչիկն է, ով ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին Կարմիր աղբյուր բնակավայրում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 17-ամյա ԱԳ-ն եւ 14-ամյա ԱԳ-ն կենցաղային հարցերի շուրջ ճակած վիճաբանության ժամանակ բազմաթիվ հարվածներ են հասցրել, պատճառելով ֆիզիկական ցավ, նաեւ վերենշված արմնական վնասվածքը։ Նա նաեւ հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նաեւ իր որդուն 14-ամյա Դեկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել բժշկական կենտրոնից, որ շտապօգնության խումբը Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկում արձանագրել է 1999 թվականին ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Ոստիկանության ծառայողները տանը ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակա անկողնում պառկած վիճակում։ Դեկտեմբերի 6-ին տեղեկություն է ստացվել, որ Շենամի փողոցից անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ նա Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթն է, ով դեկտեմբերի 6-ին Շենամի փողոցի թիվ 59 շենքում անհայտ հանգամանքներում բարձրությունից վայր է ընկել։ Դեկտեմբերի 6-ին հարավարևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել եւ թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկներ։ Նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել են Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Դեկտեմբերի 8-ին Աշոտն իր վարած Opel Magnishi ավտոմեքենայով Երևանի Թևոսյան փողոցում Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց դուրս եկել երթևեկելի գոտուց բախվել ծառին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Դեկտեմբերի 8-ին Գյումրիի Շիրակի փողոցում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբն իր վարած Opel Astra Magnishi ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, Շիրակի մարզի բնակիչներ 57-ամյա Շմավոնին եւ 56-ամյա Անահիտին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, վրայերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեկտեմբերի 8-ին Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը շորժաճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից, գնացքի ռեսելից դուրս գալու հետևանքով 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար, տուժածներ չկան։ Դեկտեմբերի 7-ին Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին բախվել են Nissan եւ Mercedes Magnishi ավտոմեքենաներն ու Ford Transit Magnishi բեռնատարը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 8-ին Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբն իր վարած Ford Magnishi ավտոմեքենայով Ուրուգվայի հրապարակում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ոստիկանության բարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենային։ 1 հոգիով բարեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Porsche վարորդը եղել է ոչ սթափ։ Դեկտեմբերի 7-ին Toyota Camry Magnishi ավտոմեքենան Երևանի հաղթանակի զբոսայգում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ եւ ավտոմեքենայի առջեւի հատվածով հայտնվել արհեստական լճակում, տուժածներ չկան։